Բարի օր բոլորիդ, սիրելիներս, այսօր սալ եմ դնելու, որոշեցի ձեզ հետ կիսվեմ, իմ ալիքում էլի ունեմ, հիմա էլ մանրամասը կբացատրեմ, թե ոնց եմ դնում, տեսնում եք ինչ լավ հաստ է, այստեղ մի հատ մշակ եմ, այս սալը կտրատեմ, մաքրեմ և այս միսն էլ, առաջի մի 2-3 օրը դնում եմ լավ աղի մեջ, աղ եմ ցանում, 3 օրից նոր էլի կմիանանք, արդեն նոր համեմունքները, սխտորը և այդ ամեն ինչով կտրատում ենք հավասար։ Հիմա ծակծկում ենք, լավ ծակծկում ենք և աղ ենք անում, երկու կողմերից։ Եվ այսպես մնացածը։ Աղ արեցի, վերջացրեցի, ահա։ Հիմա փակում եմ կապարիչով և դնում եմ սառը տեղ։ 2-ից 3 օր պետք է մնա, որտև աղը իրեն լավ քաշի իր մեջ։ Ահա, 2-3 օրից նորից կմիանամ, սիրելիներս։ Այստեղ արդեն սալը 3 օր թողել եմ աղի մեջ, աղ եմ արել։ Հիմա արդեն 3 օր անցել է, այստեղ սխտորն է և համեմունքները, սև աղացած պղպեղ, քաղցր կարմիր պղպեղ, կծու պղպեղ և սա խորովածի համար է նախատեսված, այս համեմունքները, տարբեր համեմունքներ են, բոլորը միասին։ Այս 4 տեսակով կդնեմ հիմա։ Նախ սկզբից սխտորն եմ անում։ Բոլոր կողմերից հավասար տարածում ենք։ Հիմա սկզբից կծուն ենք անում, կծու պղպեղով։ Եվ տարածում ենք։ Արդեն 1 օր հետո կարող եք կտրատել և օգտագործել, ինքը համը լիովին կփոխանցի այս սալին։ Հենց բոլոր կողմերից։ Այս մեկը այս ձև, այս մեկը սև պղպեղով կանեմ։ Եվ այս սենց բոլորը։ Ձեզանից ով է շատ սիրում սալ, գրեք տեսնեմ։
Ես օրինակ չեմ սիրում, ընդհանրապես չեմ սիրում եւ չեմ ուտում։ Մենակ այս բույրի համար եմ ես պատրաստում, շատ անուշ բույր է գալիս։ Սա այս կույն։ Հիմա մի հատ էլ այն խառը համեմունքներով եմ անելու, բայց սրանից է կտարածեմ, ինքը շատ համեղ համ է տալիս։ Այն մի ձև եմ անում, սիրելիներս, այս սխտորի մեջ մի փոքր գոլջու եմ ավելացնում եւ այս համեմունքները խառնում եմ սխտորի մեջ եւ տարածում եմ սալի վրա։ Այդ ձևեր եմ անում։ Սրանից հանեմ։ Լավ տարածում ենք, որպեսզի բոլոր կողմերը հավասար քաշի իր մեջ։ Տեսեք, որքան գեղեցիկ եղավ։ Եվ հուսով եմ շատ համեղ։ Վերջում մի փոքր կկտրատեմ, որ ընդհանուր տեսանյութը մոնտաժեմ, ցույց կտամ, եւ այս ձև մնացածը բոլորը տարածեմ այս համեմունքներում, նորից կմիանամ ձեզ։ Ահա վերջացրեցի ամբողջը։ Իսկ հիմա կտրեմ մի փոքր։ Դուք պատրաստ եք նույն ձև, ստացվում է շատ համեղ։